հարգելի լրագրողներ, առաջին հերթին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որովհետև ձեր իսկ լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը որևիցե գործողություն չէր կատարել, ոչ իր առաջագործողության մասին է խոսքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այս ամբողջ ընթացքում կատարված ահռելի աշխատանքի լուսաբանման համար, որովհետև վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասած, թիրախավորվող խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ փաստաբանական ամբողջ թիմին, իմ գործընկերներին, մեր ձևով թիմին, մի բան կուզեմ նշեմ, վերջին ժամանակներս նաև իշխանության կողմից անդադար տարբեր տեսակի հարցեր են հնչում, թե լավ վերջո ամեն մեկը ասում եք մեր ձևով մի բան է, մեկ ուրիշ բան է ասում, մեկ ուրիշ մի բան է ասում, կուզեմ հենց այդ մեր ձևովին նաև շատ հակիրճ անդրադառնամ, մեր ձևովը վստահեցնում եմ ձեզ նամանավանդ վերջին 30 օրվա մեջ, շուրջ 30 օրվա մեջ ես հասկացա, որ մեր ձևով նաև նշանակում է մի մեծ ընտանիք։ Ինչի։ Երբ որ ես գտնվել եմ նման անհասկանալի կարգավիճակում, այդ ամբողջ ընթացքում մեր ամբողջ թիմը, շարժման անդամների երևի գերակշիռ մասը առավոտից իրիկուն եղել են մեր տանը, 5-24 եղել են իմ ընտանիքի կողքին, իմ ընկերների կողքին, դրա համար միանշանակ մեր ձևովը նաև իթիվս այլ միայն տեղական բաների նշանակում է ընտանիք։ Ուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հայրենակիցներին, ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ցուցաբերել են ուշադրություն, հարցը պահել են ուշադրության կենտրոնում, որը շատ կարևոր էր, եւ նաև բոլոր մեր հայրենակիցներին, որովհետեւ քանի որ ես մոտ 28 օր գտնվելով անազատության մեջ, այսպես ասած աշտագին աշխարհից կդրված եմ եղել, վերջին 1.5 օրվա ընթացքում, նայելով Facebook, չգիտեմ, այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից,